Ականատես դիտորդական առաքելությունը անցած կիրակի Նիկոլ Փաշինյանի խմբի վարչաբենդի համերգին հանդիսատեսների ուղղորդված մասնակցություն է արձանագրել։ Առաքելության համակարգող Մերի Մինասյանի փոխանցմամբ Գյումրիում աշխատող դիտորդներն իրենց նկատածը նաև մի քանի աղբյուրից են ճշտել ու հաստատում ստացել։ Ուղիղ դիտորդության միջոցով է իրականացվել։ Մենք ունենք տարբեր դիտորդներ, 4-5 դիտորդ, ովքեր որ հետևել են այդ միջոցառմանը սկզբից մինչև վերջ, մինչև անգամ սկսել է, ինչպես են մարդիկ հավաքվել, ովքեր են եկել եւ որոշակի աղբյուրներից արդեն այդ տեղեկատվությունը ստացվել է, հենց նաեւ դիտորդների միջոցով ու այլ անոնիմ աղբյուրների միջոցով եւս։ Այսինքն մի քանի աղբյուրից մենք այդ տեղեկատվությունը ունենք միջոցառմանը մարդկանց կազմակերպած մասնակցության վերաբերյալ։ Ըստ դիտորդների Գյումրին Մերձակա Ախուրյան համայնքի դպրոցների մանկավարժներին նաև համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթարանների աշխատակիցներին եղել է հրահանգ։ Հստակ նշվում է, թե ուղղորդումը որտեղից է եղել։ Գյումրիի հրապարակի վրայի գրասենյակ։ Այն տեղեկատվությունը, որը հաստատված է, վերաբերվել է Ախուրյան համայնքի ենթակայության գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններին եւ դպրոցներին ու հրահանգվել է հենց կուսակցության գրասենյակի կողմից ապահովել մասնակցությունը այդ միջոցառմանը։ Կուսակցության գրասենյակից Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի պնդմամբ Գյումրիի գրասենյակը Ախուրյան համայնքի հետ կապ չունի։ Արուշանյանը, որ Շիրակում նաև իշխող ուժի նախընտրական շտաբի պետն է, առհասարակ բացառեց ուղղորդումը։ Նամուկի իմաստը չեմ հասկանում, դամուկն էլ էլի մեկը գրում է, որ հարաբարակ մարդ չկար, այն մյուսը գրում է, որ հարաբարակը մարդիկ էին բերել, կողմնորոշվեն թող։ Ականատես դիտորդական առաքելությունը ամփոփելով իր բացահայտումը հայտարարում է, որ կրթական հաստատությունների աշխատողների կամքի վրա ազդելու նպատակով քաղաքական լծակների կիրառումը խաթարում է քաղաքական մրցակցության հավասարությունը եւ հակասում ժողովրդավարության սկզբունքներին։ Չնայած այս հանգամանքին իրավապահներին հաղորդում չեն ներկայացրել։ Մենք յուրաքանչյուր դեպքի հետ կապված մեր իրավաբանական թիմը վերլուծում է, փորձում ենք հասկանալ ինչ իրավական հիմքեր ունենք հաղորդում ներկայացնելու համար կամ համապատասխան օրինակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կամ կենտրոնական տրական հանձնաժողով դիմումներ բողոքներ ներկայացնելու համար կոնկրետ այս դեպքում մենք ոչ մեկտեղ հաղորդում չենք ներկայացրել։ Այսինքն հիմքերը բավարար չեն եղել ձեզ համար։ Ամենայն հավանականությամբ այնտեղ մի քիչ ավելի չկարգավորվող դաշտում է։ Հենց երեք Լոռու մարզում լայնածավալ խուզարկություններ էին ընդդիմադիր ուժեղ Հայաստանի աջակիցների բնակարաններում։ Մարդկանց հավաքին մասնակցելու հարկադրանքի հոդվածով հարուցված գործի շրջանակներում։ Այս դեպքերը համադրելով ընդդիմադիրները պնդում են, որ երկակի ստանդարտներ են գործում։ Երբ խոսքը իշխանության մասին է, իրավապահները ընթացք չեն տալիս, այնինչ ընդդիմադիրների նկատմամբ շատ արագ քրեական վարույթներ են հարուցվում։ Շիրակի ՔՊԱ-ական մարզպետը այս քննադատությունը եւս չի ընդունում։ Օրենքի խախտում է եղել քրեական վարույթը, չեն զարմանում, որ քրեական վարույթ է։ Առաջվա պես պետք է քրեական վարույթ չաներ, գազելի միջից փող բաժանելու առերևույթ բոլորի հաշկի առաջ։ Պես պետք է աներ, որ ժողովրդավարությունից խոսային։ Քրեական գործ է, օրենք են խախտել, օրենքի խախտածին համապատասխան քրեական վարույթ է հարուցվել։ Իմ կարծիքով հասարակական կազմակերպությունները ոչ միայն հասարակական կազմակերպություն, մենակ ուրախ պետք է լինեին նման դեպքերում իշխանության կամ ուժային կառույցների արձագանքին։ Վստահ եղեք, վստահեցնում եմ, եթե ստեղել օրենքի խախտում լինել որևէ տեղ օրենքի խախտում լինի, կապ չունի ընդհանուր առմամբ, թե որ ուժի կողմնակիցն է, իր մոտ քրեական վարույթ է հարուցվել, այդ փաստն էլ լավ գիտեք, նաև Արմավիրի ընտրությունների ժամանակ, Էջմիածնի ընտրությունների ժամանակ է տեղի ունեցել։ Այնպես որ իրավապահ համակարգի համար ընդհանրապես կապ չունի, թե որ ուժն է օրենք խախտում, օրենք բոլորի համար հավասար է։ Դատախազությունից փորձեցինք ճշտել արդյոք դիտորդական առաքելության հայտարարությունը հիմք կընդունեն ու վարույթ կհարուցեն կամ եթե չեն հարուցել, ապա որոնք են պատճառները։ Կառույցից հրաժարվեցին պատասխանել գրավոր հարցում պահանջեցին, որն ուղարկել ենք։ Ազատությունը զրուցեց նաև Ախուրյան համայնքի 3 դպրոցներից 2-ի տնօրենների հետ։ Անահիտ Մազմանյանն ասաց, որ ինքը տեղյակ չի եղել, քանի որ վատառողջ չի եղել, իսկ մյուս դպրոցի տնօրեն Հայկ Ռուշանյանը հաստատեց, որ իրենց դպրոցից մասնակցել են համերգին, ինքը եւս, բայց առանց ուղղորդելու ու պարտադրանքի։ Ման ուղղորդումներ չի եղել, բնականաբար ոչ աշխատանքային օր է եղել, կիրակի,
մասնակցել են մեր բնակավարներից, աշխատակիցներից, նաև մասնակցել են ծնողներ իրենց երեխաների հետ։ Ասում են Գյումրի գրասենյակից պարտադրանք է եղել։ Ոչ, բացառում է նման պարտադրանք, նման հրահանգ կամ ցուցում չի եղել։ Համերգի օրը Ազատությունը նկատել էր տարբեր մարզերից ժամանած մարդկանց, որոնք ավտոերթով էին հասել Գյումրի, նրանք նախօրոք գրանցվել էին այդ երթին մասնակցելու համար։ Նրանց շարքերում նկատել էինք մարզպետարանների աշխատակիցների, տարբեր քաղաքների ու գյուղերի ղեկավարների։